Այն, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը հաջողված էր, վկայում են ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, այլ ընդդիմադիր դաշտի տվայտանքները, որովհետև ինչքան լավ է պետության համար, այնքան վատ իրենց համար։ Իհարկե կարելի է գտնվել պետական ամետ ուրախանալ երկրի հաջողություններով, վերջապես ձեռք բերված խաղաղությամբ, Հայաստան եկող ներդրումներով, բայց տեղական ընդդիմադիրները իրենց ոճին հավատարիմ նախընտրում են պախարակվելու տարբերակը։ Բացումը կատարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով հայտարարեց, թե Վենսը Ծիծեռնակաբերդ չի այցելելու, ինչպես արարողակարգով նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների այցերի դեպքում։ Ըստ Գառնիկ Դանիելյանի, Հայաստանի իշխանություններն են Վենսին խնդրել դա չանել։ Աննախադեպ մի բան է տեղի ունեցել, չգիտեմ այդ լուրերը կհաստատվեն թե չէ, որ Ծիծեռնակաբերդ այց տեղի չի ունենալու։ Չիմացանք, սակայն արդյոք Դանիելյանը հայտնվեց անհարմար իրավիճակում այն ժամանակ, երբ Վենսն իր այցի երկրորդ օրն առավոտյան տիկնոջ հետ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին։ Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը գերազանցեց Վարդանիկի փաստաբան Զարուհի Փոստանջյանը, հայտարարելով, թե Ծիծեռնակաբերդում Վենսի մասնակցության լուսանկարը կեղծ է, գեներացված է արհեստական բանականությամբ։ Որպես հիմնավորում էլ Փոստանջյանը բերում է այն փաստարկը, թե Ծիծեռնակաբերդում վերանորոգում է, իսկ կադրերում դա իբրև թե չի երևում։ Անցնենք հաջորդ մանիպուլյացիային։ Քաղաքի գլխավոր ձևիստ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, թե կառավարության թարգմանիչը միտումնավոր է սխալ թարգմանել Վենսի հայտարարությունը։ Նա իրականում ներդրում նկատի չուներ, եւ որ իշխանությունները հերթական անգամ մոլորեցնում են հանրությանն ու ավելացնում պետական պարտքը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ թարգմանիչը կառավարությանը չէր, այլ հենց Վենսինը։ Ինքը Վենսն էլ երեկոյան լրագրողների հետ ճեպազրույցում հարցը պարզաբանեց, նշելով, որ ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Հայաստան դաշինքի մեկ այլ պատգամավոր Էլիշխան Սաղաթելյանը հայտարարում է, թե Միացյալ Նահանգների ներդրումներն իրականում ընտրակաշառք են։ Դա ուղիղ ընտրակաշառք է, որի դիմաց վճարելու ենք տարածքով եւ արյունով։ Ընտրակաշառք բաժանելով, սակայն բոլորս գիտենք, թե ինչպես են տարիներ շարունակ իշխանությունը պահել հենց Իշխան Սաղաթելյանի քաղաքական ղեկավարները։ Հաջորդն արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արված համեմատականներն են, որոնցից ամենազավեշտալին թերևս այն է, որ Վենսն իրականում Ադրբեջան էր գնում, ճանապարհին իջևանել է Հայաստանում։ Այս ապշեցուցիչ մտքի հեղինակն ընդդիմադիր հայացքներով քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն է։ Պատկերացնում եք պատահաբար իջևանել մի երկրում ու ստորագրել օրինակ միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարություն, հայտարարել, որ Միացյալ Նահանգները 11 միլիոն դոլարի հետախուզական ԱԹՍ-ներ կտրամադրի Հայաստանին։ Վստահաբար չեք պատկերացնում, բայց իշխանություններին քննադատելու անհագ ցանկությունն այսպիսի մտքեր կարող է ծնել։ Մեկ այլ ընդդիմադիր հայացքներով քաղաքագետ էլ հայտարարում է, թե Վենսի Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցություն հայտնելն է։ Միացյալ Նահանգների փոխնախագահն իհարկե խոսել է այդ մասին, սակայն պատկերացնել, որ գերհզոր պետության երկրորդ դեմքը դրա համար է եկել Հայաստան, առնվազն զավեշտալի է։ Իսկ ինչու են աղմկում ընդդիմությունն ու նրանց սպասարկող փորձագիտական դաշտը։ Նրանց խնդիրը Վենսը չի, խնդիրն այն է, որ Հայաստանը դուրս է գալիս իրենց պատկերացրած օրակարգից, միայն հյուսիս նայելու, տարիներ շարունակ ունենալու տրամաբանությունից, եւ խնդիրն այն է, որ Հայաստանն այլևս միջազգային հանրությունում չի ընկալվում որպես Ռուսաստանի սատելիտ պետություն։ Նրանք, ովքեր առավոտից երեկո բղավում են, թե մեզ օգտագործում են, Վենսը ձևական է գալիս Հայաստան, թրիփի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն առ ոչինչ են, երբեք չեն դժգոհել նրանից, թե ինչպես է Հայաստանը տարիներ շարունակ օգտագործվել իր ռազմավարական դաշնակցի կողմից, դիմացը ոչինչ չստանալով։ Ավելին, այդ դաշնակիցը նույնիսկ փաստաթղթով ամրագրված պարտավորությունները երբևէ չի կատարել։ Նրանք այսօր Վենսից պահանջում են, որպեսզի միջնորդի Ալիևին ազատ արձակել Բաքվի բանտերում հայտնված մեր հայրենակիցներին, բայց նույն պահանջը չեն հողում Ռուսաստանին, որն անմիջական պատասխանատուն էր եւ որի խաղաղապահների թողտվությամբ այդ մարդիկ հայտնվեցին բանտում։ Այո, Վենսի այցը ցավոտ է տեղի ընդդիմության համար, որովհետեւ խախտել է մեկ տիրոջ եւ ռուսը չլինի թուրքը մեզ կուտի տրամաբանությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։